Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք երկու հյուր ունենք Կեմերովայի հայերի միության նախագահ Գյորգի Անտոնով Միրզախանյանը եւ ֆիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը։ Ողջունում եմ պարոնայք։ Սկսենք քննարկումը առաջին հարցից, պարոն Միրզախանյան, ձեզ Մենք բազմիցս մեր եթերով անդրադարձել ենք այն դատական process-ներին, որի ուրեմն դուք եք սկսել կապված, այո, նախաձեռնել ավելի շուտ, կապված Մոսկվայի պայմանագրի վավերականության կամ ընդհանրապես չեղարկելու այդ հարցերի շուրջը, որովհետև ցեզ մոտ եւս եղել են որոշակի ուրեմն զարգացումներ այդ թեմայով եւ քանի որ դատական process-ը ավարտվել է, սկսենք նրանից, որ խնդրեմ մեր հեռուստադիտողներին սկզբից մինչեւ վերջ ներկայացնել այդ դատական process-ները եւ փորձենք գնահատականներ տալ, թե ինչի հասակ դուք այդ դատական process-ով։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ, թույլ տվեք ողջունել ամբողջայությանը ամբողջ աշխարհի եւ ցանկանալ, որ հայ ժողովուրդը որպես ստեղծագործ տաղանդավոր եւ գիտակից ժողովուրդ այս քրիտիկական ժամանակներուն իմունիտետ ձեռք բերի ինքնահամախմբվելու Այսօր օդից ավելի շատ մեր հայ ժողովրդին պակասում է միասնությունը եւ ինքնահամախմբությունը։ Դա իմ մեծագույն ցանկությունն է։ Իսկ հիմա ձեր հարցի պատասխանը ուրեմն, ինչպես գիտեք, հարգելի ունկնդիրներ, 2021 թվականի մարտի 15-ին մեր կազմակերպությունը Կուզբասի հայերի միությունը Մոսկվայում ամբողջ իշխանության բոլոր ներկայացուցիչների, Ռուսաստանի իշխանության բոլոր ճյուղերի ներկայությամբ բարձրացրեց Մոսկվայի եւ Ղարսի դենոնսացիայի հարցը, պայմանագրերի դենոնսացման հարցը, քանի որ եւ նախկինում սովետական ժամանակաշրջանի խոշոր մեր գիտնականները Ջոն Կիրակոսյան եւ հետագայի խոշորագույն գիտնականներ Յուրի Բարսեղով եւ շատ գիտնականներ խոր ուսումնասիրելով այդ պայմանագրերը եւ պատմությունը կապված պայմանագրերի հետ ապացուցել էին արդեն փաստերով, որ այդ պայմանագրերը կնքվել են ոչ լեգիտիմ մարդկանց կողմից Աթաթուրքի եւ Լենինի կողմից, որոնք իրավասու չէին ստորագրելու միաժամանակ այդ երկու անձնավորությունները ներկայացնում էին ոչ թե պետություններ, այլ հասարակական կազմակերպություններ։ Հասարակական կազմակերպության ղեկավարը պետության անունից իրավունք չուներ պայմանագիր ստորագրելու։ Այդ երկու նշաններով այդ պայմանագրերը համարվում են անվավեր, այդ հարցով էլ մենք դիմեցինք Ռուսաստանի իշխանության բոլոր ճյուղերին, պրեզիդենտին, դումային եւ ֆեդերացիայի նախագահին։ Եվ բոլորից էլ օրենքի սահմանում պատասխանները ստացանք եւ Պուտինը իրեն պատասխանում գրել էր, եթե ուղարկել էին բոլորը Լավրովին, արտգործնախարարությունը, որպեսզի քննարկի եւ դնի Դումայի քննարկմանը դենոնսացիայի հարցը, Լավրովը դա չարեց եւ Պուտինը իրեն պատասխանում գրած ինձ ուղղված նամակում գրել էր, եթե Լավրովի պատասխանը չբավարարի ձեզ, կդիմեք եւս մեկ անգամ ինձ կամ կդիմեք դատարան, համաձայն ռուսական օրենսդրության։ Մենք այդպես էլ վարվեցինք, դիմեցինք դատարան, որպեսզի օրենքի ճանապարհով գնանք։ Առաջի 3 ատյաններում, առաջի 2 ատյանում մեզ մերժեցին ըստ էության քննարկել հարցը, երրորդ ատյանը Վճռաբեկ դատարանը պարտադրեց առաջի 2 ատյանների դատարաններին, որպեսզի
ըստ էության քննարկեն հարցը, որովհետև հարցը իրավաբանական է, իմաստունի, քաղաքական չէ, հիմքեր կան որպես իրավական փաստաթուղթ քննարկելու։ Եվ մենք անցանք արդեն ըստ էությամբ հայցադիմումի քննարկմանը եւ առաջի, եւ երկրորդ, եւ երրորդ աշճանի դատական աշճանները մեզ մերժեցին, ըստ էության քննարկելով չհանձնարարեցին արտգործնախարարությանը, որպեսզի փաստաթղթերը պատրաստի ներկայացնի դումայի քննարկմանը։ Մենք դիմեցինք Շռաբեկը առաջարկեց դիմել Գերագույն դատարան։ Մենք դիմեցինք Գերագույն դատարանի մեկ դատավորով քննարկում կատարվեց, եւս մերժեց մեզ, հասկանալով, որ մեր ճանապարհը դեպի միջազգային դատարանն է, մերժելով մեզ ասեց, որ կարող եք դիմել նախագահին, որպեսզի վերջնականապես պարզեցվի, դա վերջի ատյանն էր ռուսական օրենսդրության օրենքի սահմաններում քննարկման, մենք դիմեցինք նախագահին, որպեսզի նախագահան կամ կոլեգիան քննարկի եւ յուրախություն մեզ այսօր Կեմերովից հայտնեցին, որ պատասխանը արդեն կա, գրավոր ստացվել է մեր իրավաբանական անձի հասցեով եւ պատասխանը հետեւյալն է, որ մեկ դատավորով քննարկումը դա արդեն վերջնական լուծում է, նախագահի քննարկելու եւ որոշում կայացնելու կարիք չկա։ Մենք փաստորեն նշեցինք, որ ռուսական օրենսդրության բոլոր этапները մենք անցել ենք։ Դա նշանակում է, որ մենք իրավունք ենք ստացել դիմելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների դատարան նույն հարցով։ Իսկ այդ երբ որ մենք դիմենք մարդու իրավունքների դատարան Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի դենոնսացիայի համար, այնտեղ պիտի այդ հարցը քննարկվի Վիլսոնի իրավարար վճռի հետ միասին համահունչ, որովհետեւ Ղարսի եւ Մոսկվայի պայմանագրերը 1921 թվականին արգելեն խոչընդոտ են հանդիսացել, որպեսզի Վուդրո Վիլսոնի Ամերիկայի այդ ժամանակվա նախագահի մեծ հայացերի արբիտրաժային որոշում իրավարար վճիռը դրվի գործողության մեջ, նայած, որ բոլոր իրավական փաստաթղթերը եւ օրենքները կային, որ պետք է դրվեր ուժի մեջ եւ նույնիսկ Վիլսոնը հոգ էր տարել եւ կատարացումներ, հանձնաժողովները ստեղծել կատարացումների, որպեսզի իրեն իրավարար վճիռը դնեն գործողության մեջ, բայց հիվանդությունը խանգարեց, որպեսզի դա արվի եւ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը նույնպես խանգարեցին։ Մեկ ճշտում, ինչու մենք դիմեցինք Մոսկվայի դատարան եւ ինչու ոչ հայկական եւ կամ որևէ մեկ, որովհետեւ Ղարսի պայմանագրի հիմքը Մոսկվայի պայմանագիրն է, Մոսկվայի պայմանագիրը կնքել են Ռուսաստանը եւ Թուրքիան առանց Հայաստանի մասնակցության։ Այդ պատճառով մենք Մոսկվայի առանց ռուսական դատարանի եւ իշխանությունների այս հարցը լուծում չի ստանա։ Բացի դրանից, ես անցած անգամ նույնպես ասել եմ, վճռաբեկում երբ որ քննարկում ենք այս հարցը, երբ որ բոլոր բնօրինակները իրենք վերցրել ուսումնասիրել էին, իհարկե դատավորները նույնպես մարդ են, նիստից հետո անկեղծ ուսակցության ժամանակ մեզ խորհուրդ տվեցին մեկայ հարցադիմում դիմել, հարցադիմումով դիմել Գերագույն դատարան, որը շատ կարճ, շատ արագ եւ ավելի դիպուկ հարցի պատասխան կստանա։ Այստեղ մենք հիմք առաջարկեցին հիմքում ընդունել ոչ թե դենոնսացիայի այդ երկու պայմանագրերի հարցը, այլ անվավեր ճանաչելը դնել որպես հայցադիմում։ Եվ ի ուրախություն ասեմ, որ այդ շատ արագ Գերագույն դատարան դիմելուց հետո շատ արագ երկու ամսում ստացանք պատասխանը, որ էլի մեկ դատավորով քննարկումով, որ
այդ միջազգային պայմանագրերի քննարկումը Ռուսաստանի օրենսդրությունով ոչ քաղաքացիական դատարանի եւ ոչ էլ գերագույն դատարանի ենթակայության եւ քննարկման չեն պատկանում։ Համաձայն սահմանադրության մնում է մեկ դատարան, դա սահմանադրական դատարանն է։ Հիմա իմ գալուց առաջ արդեն մեր կազմակերպությունը ստորագրությունով ուղարկեցինք սահմանադրական դատարան այդ հարցը այդ հարցադիմումի համար։ Այսինքն առաջի հայցադիմումը մեզ օգնեց ճշգրտելու եւ հիմա երկու հայցադիմումներով մենք գնում ենք դեպի միջազգային դատարան, մարդու իրավունքների դատարան։ Պարոն Միրզախանյան, այսպեսի մի հարց, ձեր Ռուսաստանի իրավական կարգավորումներով սահմանադրական դատարանը մտնում է արդյոք այդ հիերարխիայի մեջ, այսինքն պարտադիր է դիմել սահմանադրական դատարան, որպեսզի դուք իրավունք ունենաք դիմել, ասենք, ՄԱԿ-ի դատարաններ, թե ոչ։ Ճիշտ հարց եք տալի, ուրեմն որպեսզի դիմենք միջազգային դատարան, ոչ եվրոպական դատարան, սա եվրոպական դատարանի հարց չէ, միջազգային ՄԱԿ-ին կից մարդու իրավունքների դատարան։ Մենք փաստորեն պիտի ռուսական օրենսդրության բոլոր ատյաններով անցնենք, պիտի վերջին ատյանի որոշումը ստանանք, բայց առաջին մեկ դատավորով որոշումը երկրորդ հայցադիմման մեջ գրված է, որ ենթակա չէ ոչ քաղաքացիական եւ ոչ գերագույն դատարանին, ենթակա է սահմանադրության, որտեղ այս հարցում խախտված է սահմանադրությունը Ռուսաստանի, սահմանադրական նորմերն են խախտված, այսինքն այդ հարցի անվավեր ճանաչելը եւ պատասխանելը, որ գործող են այդ երկու պայմանագրերը, թե ոչ, դա սահմանադրական հարց է, խախտում է սահմանադրության։ Դրա համար մեզ գերագույն դատարանը հուշել է, որ մեր իրավասությունը չէ, կա մեկ ուրիշ դատարան, որը իշխանության ճյուղ է հանդիսանում, բարձրագույն ճյուղ։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Միրզախանյան, ուզում եմ դիմել պարոն Մանասյան, ձեզ, ասենք թե ուրեմն պարոն Միրզախանյանի եւ իր կազմակերպության ջանքերով Ռուսաստանի բոլոր ատյաններով այս հարցը բարձրացավ եւ ուրեմն այստեղ դիմելու կամ որևէ գործողություն անելու խնդիր չկա։ Ինչ մեր անելիքները որն են դրանից հետո։ Ինչի վրա պիտի կանգ առնի ուրեմն հայ ժողովուրդը, ինչպես պիտի պաշտպանի իր իրավունքը եւ ինչ իրավական ճանապարհով պիտի փորձի վերականգնել արդարությունը թեկուզ փոքր չափով։ Շնորհակալություն հարցի համար։ Ուրեմն պարոն Միրզախանյանի ներկայացրած հանգամանալից ակնարկը այն ճանապարհի մասին, որով անցել է կազմակերպությունը իր կողմից գլխավորվող եւ այն ըստ էության գլխավոր արդյունքը, որ ինքը հարցը դրվել է շրջանառության մեջ ռուսական մարմիններում, բարձրագույն մարմիններում, իրավական, քաղաքական մարմիններում, խոսում է այն մասին, որ այդ ճանապարհը, այսինքն իրավունքի ճանապարհը ճիշտ է։ Ես այդ բանով, այդ հարցում կփորձեմ մի դիտարկմամբ անդրադառնալ մեր հասարակական գիտակցության մեջ իրավունքի, միջազգային իրավունքի եւ ընդհանրապես իրավունքի մեր իրավական ազգի իրավական հարցերի կապակցությամբ տարածվող այն մտայնությանը, թե իբր միջազգային իրավունքը արդեն կորցրել է իր ուժը լրիվ, թե միջազգային իրավունքին նայողները արդեն չկան, ոչ մեկը չի նայում դրան, ես պետք է ասեմ, որ դա բնավ այդպես չէ,
եւ դա նաեւ ասում եմ կարեւորելու համար այն ճանապարհը, որով անցել է Կուզբասի հայությունը այս հարցում բանն այն է, որ աշխարհի խոշորները հիմա աշխարհի խոշորները ցանկացած քայլ կատարելու համար ոչ միայն տեղեկատվական նախապատրաստություն են տեսնում, այլև իրավական նախապատրաստություն եւ հիմնավորումներ են դնում իրենց գործողությունների հիմքում։ Այդպես թվում է, թե հեշտ է ասել, թե Պուտինը մտել է ուրեմն Ուկրաինա որպես ագրեսոր։ Գիտեք, միջանկյալ ձևով ասեմ, որ քաղաքական աշխարհը պետականակենտրոն է եւ այդ տեսակետից կարող է դա այդպես էլ գնահատվել, սակայն կամ ժողովրդների ազատ ինքնորոշման սկզբունք եւ Միացյալ Ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի Գուտերեշի հետ ունեցած զրույցում, որը հեռարձակվեց, Պուտինը հենց անընդհատ շեշտում է իրավունքի կարևորությունը, միջազգային իրավունքի կարևորությունը։ Մի պահ ինձ թվաց, թե Կուզբասի, Լուգանսկի ժողովրդի ինքնորոշման, Ղրիմի ժողովրդի ինքնորոշման թեմայից հետո ինքն անդրադառնալու նույն բանը ասելու Ղարաբաղի մասին, թվարկալից պետք է ասի նաև Ղարաբաղի մասին, չասած, դա արդեն քաղաքական ենթատեքստի մեջ է մտնում, բայց այն, որ բոլորը կարևորում են իրավունքը, ակնհայտ է եւ այն թերությունը, որ մեր քաղաքական եւ իրավագիտական միտքը ունի տասնամյակներ շարունակ, դա հենց այդ իրավունքի թերագնահատումն է իմ կարծիքով, երբ իրավունքը թերագնահատում ես, իրենք քաղաքական եւ իրավական փաստերը արժեզրկվում են եւ սխալ են ընկալվում ճշգրիտ իրավունքի տեսակետից, այլ իմաստ են ստանում բոլոր փաստերը, թվում է թե մանր, թվում է թե երկրորդական եւ այդ թվում նաեւ իրավական։ Տեսեք, Բաքուն խուսափում է իրավունքի լեզվով խոսելուց։ Ինչու է դա բացատրում։ Դա բացատրում է նա, որ դա վախենում է այդ իրավունքից, խոսել այդ իրավունքից։ Թուրքիան ամեն անգամ, երբ մի որևէ պետություն ճանաչում է հայոց ցեղասպանությունը, դրա տակ տեսնում է մեծագույն վտանգ, հենց իրավական բնույթի վտանգ, եւ անընդհատ փորձում է հակադարձել դրանց, բայց առայժմ դա չի հաջողվել, ավելին պիտի ասեմ, որ բոլորին հայտնի փաստ է, որ Միացյալ Նահանգները քիչ առաջ խոսվեց Վիլսոնի իրավարար վճռի մասին, միջև օրս այդ վճռի հիման վրա իրավական հիմքի վրա Միացյալ Նահանգները չեն ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Մենք ես անընդհատ զուգահեռներ եմ տեսնում այս զրույցի մեջ Ղարաբաղյան թեմայի եւ Նախիջևանյան թեմայի կարծի պայմանագրի միջև տեսեք բազմաթիվ սխալներ ենք մենք թույլ տվել, երբ իրավունքի լեզվով չենք խոսել կամ չենք տիրապետել իրավական նրբություններին։ Մի բան ասեմ ընդհանրապես, մենք չենք նկատել, որ Ադրբեջանը չունի հռչակված տարածքներ, մենք մեր խնդիրը գցել ենք ազգերի ինքնորոշման ծողակը, ինչու ծողակը, որովհետև ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչված է եւ ավելին երկու անգամ ինքնորոշվել է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների համաձայն։ Այսինքն թե նախկին թե 18 թվականի մեր լիազոր ներկայացների համագումարը, թե մարզը, թե 91 թվականի հանրապետության հռչակումը եղել է Արցախի ժողովրդի ինքնորոշման ակտեր եւ փոխանակ մենք պահանջեինք, որ այդ ինքնորոշման կայացած ինքնորոշումը ճանաչվի, մենք պայքարել ենք, որ ճանաչվի ընդհանրապես նրա ինքնորոշման իրավունքը, երբ այդ ոչ միայն ճանաչված է, այլև իրագործված է դա, իրագործվածությունը անտեսելով, որ իրավական կարևոր փաստարկ է, մենք խոսել ենք այդ ժողովրդի նորից ինքնորոշվելու իրավունքի մասին, որը խոսում եմ ասի, որ մենք թեման չգիտենք։ Եվ վերջապես մի ուրիշ հարցել այդ կապակցությամբ, որ իրավունքը, մենք իրավունքի լեզվով պետք է խոսենք, որպեսզի մեր ժողովրդի շահը պաշտպանենք, դա այն է, որ ցանկացած կոնֆլիկտ վերջում ավարտվում է պայմանագրով։
վերջի իրավական փաստաթղթով է ավարտվում։ Հիմա այդ իրավական փաստաթուղթը կապված է լինում իհարկե քաղաքական շրջապատից, քաղաքական իրադրությունից, ազգի կողմից իր հերահար ու իրավիճակային իրադրության գիտակցումից եւ այլն, բայց այնուամենայնիվ բոլոր վեճերը վերջանում են իրավական պայմանագրով, իրավական փաստաթղթով։ Մեր խնդիրն է որպեսզի առաջին իմ կարծիքով ինչ են մենք տեսնում եւ Կարսի պայմանագրի կապակցությամբ եւ Արցախյան թեմայի փաստաթղթերի իրավական փաստաթղթերի բոլոր նրբությունների մենք տիրապետենք այնպես ինչպես պետք է մենք չենք տիրապետում դրա համար էլ մեզ խափում են ես առիթ եմ ունեցել դա ասելու բայց հիմա էլ ասեմ որ ադրբեջանցիները այդ իմաստով մեզնից առաջ են Դարդմունյան խորհրդաժողովում այդպիսի խորհրդաժողով է եղել որտեղ ինքս ներկայացրել եմ Արցախը դա 11 ռաունդ տևողությամբ ռուս-ամերիկյան հարթակ է եղել եւ այնտեղ նրանց նախկին արտգործնախարար Թովֆիկ Զուլֆուգարովը ասում է Ղարաբաղский конфликт пишите с маленькой буквы Ղարաբաղյան հակամարտությունը գրեք փոքրատառով Տեսեք նրանք ճշգրտությունը գիտեն փոքրատառի մեծատառի մակարդակով այդ ճշգրտությամբ գիտեն մենք փաստաթղթերի անուններ չգիտենք 70 տարի մենք կարծել ենք տարածված բան է եղել դե սովետական միության ժամանակ հատկապես այդպես քարոզությունը որ բա Ղարաբաղը եւ Նախիջևանը նո դեպի դեպքում Ղարաբաղը եթե Ղարաբաղի մասին խոսենք անցել է որոշումով Կավբյուրոյի որոշմամբ ուղղակի չենք իմացել որ այդ որոշումը չի ընդունվել Եվ ամսի 4-ին հուլիսի 21 թվականին ընդունվել է այլ որոշում մեր օգտին։ Մենք չենք իմացել, որ այն 5-ի որոշումը չի ընդունվել։ Չենք դա բարձրաձայնել։ Հիմա խոսքը արդեն Նախիջևանի մասին է եւ Նախիջևանի դեպքում ես իմ համեստ կարծիքով մտածում եմ որ բացի ահա Կարսի պայմանագրի կապակցությամբ բարձրացված հարցերի մենք պետք է նաև ասենք որ այնտեղ տեղի ունեցել հայերի ցեղասպանություն հենց այդ նույն Նախիջևանում ընդ որում ոչ թե նրան իրավաբանորեն հանձնված տարածքում այլ ընդհանրապես նրա հովանավորությանը հանձնված տարածքում ոչ թե նրան տարածքային ամբողջականության մեջ մտնելու իմաստով է Նախիջևանը տրվել, այլ հովանավորության ընդամենը։ Եվ այդ տարածքում հովանավորության փոխանակ հովանավորելու Նախիջևանի զարգացումը նրանք ցեղասպանել են հայությանը։ Մենք այդ հարցերը պետք է բարձրաձայնենք այսպիսի հստակությամբ, այդպիսի եւ դրանք կարծում եմ որ մենք պետք է ունենանք մշակված դիպուկ բանաձևեր որոնցով մենք կարող ենք հարցը ներկայացնել մեր հանրությանը նաև որտեղ հիմա էլ բազմաթիվ հայերև ասում են հա եթե չեմ սխալվում մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ որ այդ թեմայի ունեցել ենք ունկնդիրը հարց է տվել ինձ թե բա ինչի եք այդպես ասում բա 1919 թվականին 18-19 թվականին իբրև թե Լեռնային Ղարաբաղը եղել Ադրբեջանի կազմում այդ ժամանակ ոչ ճանաչված Ադրբեջանը եղել ոչ էլ ինքնորոշված ժողովուրդ է եղել այն դեպքում երբ լիազոր ներկայացների համագումարը ներկայացրել է Արցախի ժողովրդին եւ դա ինքնորոշման ակտ եղել այնտեղ ընդհանրապես չի եղել այդ ակտը իմ խոսքի գլխավոր իմաստը այն է որ Կոզբասի հայության օրինակով մենք բոլորս պետք է բոլոր հարցերի իրավական նրբությունները բառ դրանց նշանակությունը մեկնաբանությունների հնարավոր դաշտը եւ հետևանքները իրավական ու քաղաքական հետևանքները իմանանք։ Իրականում պարոն Մանասյան, կարծես թե փաստ է ակնհայտ, որ ուրեմն Հայաստանի բոլոր իշխանությունները երբեք Հայաստանի փորձագիտական հանրույթից չեն պահանջել, չեն պատվիրակել կազմակերպել այդպիսի ուրեմն իրավական փաստաթղթերի փաթեթ, որտեղ ամեն բառը կշռված լինի, ամեն ուրեմն
խոսքը ցիտված լինի, հղված լինեն, այդ փաստաթղթերը լինեն եւ իրականում մենք միջև այսօր յամոթ մեզ ասեն, որ այդ միասնական փաթեթը, որը ցույց կտար Հայաստանի եւ Արցախի ուրեմն իրավական այդ հիմքերը մենք չունենք եւ նույնիսկ խոսույթ կա երբեմն այդպիսի խոսույթ է լինում որ կասկածի տակ են դնում ասենք Վիլսոնի վճռի իրավազորությունը ասենք խոսում են տարբեր բաների մասին, որ մանդատը չի վերցրել։ Ես ուզում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ես ուզում եմ պարոն Միրզախանյան ձեզ հնարավորություն տալ ձեր կազմակերպության կողմից արված այդ ուսումնասիրություններից թեկուզ մի մասը ուրեմն արտահայտել, ներկայացնել, որովհետև այո, Հայաստանում հիմա եթե հարցնեք, հարցում կատարեք փողոցային եւ այլն, հաստատ մի զանգված կլինի մարդկանց, որոնք ասեն դե այդ ժամանակ եղել է, հիմա դա ուժի մեջ չի, որովհետև տարբեր բաներ։ Եվ ասեմ, որ այդ խոսույթը նաև ամրապնդվում է մեր բոլոր իշխանությունների կողմից, բոլոր ժամանակներում։ Եվ եթե դուք նկատել եք, ապա այս հարցերը Վիլսոնյան իրավարար վճռի, Հայաստանի իրավունքների, Մոսկվայի Կարսի պայմանագրերի անօրինականության եւ այլնի մասին հայկական եւ ոչ մի պաշտոնյա արտգործնախարարության եւ ոչ մի պաշտոնյա երբևէ չի խոսել մասսայական գուցե իրանց ներսում խոսել են ինչ որ բաներ ես չգիտեմ բայց մասսայաբար զանգվածային լրատվական միջոցներում պաշտոնյաների կողմից նման մտքեր երբևէ չեն քննարկվել Պաշտոնապես էլ չի ասվել Պաշտոնապես էլ չեն ասվել, այո, դա եմ ասում, չեն քննարկվել։ Հիմա հարց, արդյոք այդ չանդրադառնալը այդ իրավունքներին Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից եւ սկզբում եւ վերջում ունի ինչ որ իմաստ կա դրա մեջ, ինչ որ փաստարկներ կան, որոնք որ ստիպում են, որպեսզի մեր իշխանությունները դրա մասին չխոսեն եւ եթե ոչ, ապա ինչ հետազոտության արդյունքներ ունեք դուք Շնորհակալություն հարցի համար ինչպես բոլորը գիտեն որ հեծանիվ հայտնագործում են մեկ անգամ ովքեր մտածում են որ ամեն անգամ, ամեն օր կարելի հեծանիվ հայտնագործել, դա սխալ է։ Ելնելով դրանից մեր հայկական հարցը պիտի համեմատենք այնպիսի հարցերի հետ, որոնք անցել են մեր ճանապարհը։ Մեր ճանապարհը անցել է հրեա ժողովուրդը, որը իրեն պետականությունը կորցրել է մեզանից շատ առաջ, մեր թվարկությունից առաջ 50-ական թվականներին, այսինքն ուղիղ 2000 տարի հետո 1947 թվականին ձեռք բերեց պետականություն, կորցնելով ուղիղ 2000 տարի։ Եվ եթե ուսումնասիրենք այդ պատմությունը, ինչպես հրեա ժողովուրդը կարողացավ ձեռք բերել վերականգնել իր պետականությունը, դա մեծ ուսուցողական կլինի մեր համար։ Եվ ուսումնասիրելով այս պատմությունը պարզվում է մենք էլ գնացել ենք այդ ճանապարհով եւ անընդհատ մեր հասարակական կազմակերպությունները գիտեք որ հայկական հարցը դրվել է միջազգային քննարկման 1875 թվականից Բերլինի կոնֆերանսից սկսած իսկ հրեական հարցը շրջանառության մեջ է դրվել 1917 թվականի նոյեմբերի 2-ին Բալֆուրի դեկլարացիայի հիման վրա այսինքն հայկական հարցը ունի ավելի վաղ ժամանակաշրջան եւ պատմություն եւ այդ ժամանակաշրջանում այդ ընթացքում հայ ժողովուրդը ունեցել է կոտորածներ, ջարդեր, քանի որ հայտարարել է ունի պահանջ, ունի իրավունք պետականության վերականգնելու եւ այդ փորձը հրեա ժողովուրդը կարողացավ խելոք ձևով մեր փորձը օգտագործել պետություն ստեղծել 1917 թվականի նոյեմբերի 2-ին կնքվեց սիոնիստական համաշխարհային կազմակերպության եւ Անգլիայի կառավարության մեջ
դեկլարացիա, որ Անգլիայի կառավարությունը խոստանում է օգնել սիոնիստներին, սիոնիստական կազմակերպությանը, որպեսզի ստեղծվի Պաղեստինի տերիտորիայում պետականություն։ Մինչև այդ տարբեր կարծիքներ է եղել տարբեր երկրներում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում եւ այլն։ Պատկերացրեք, 1917 թվականին հայտարարվում է, որ հрьяաները ուզում են պետություն ստեղծել, 17 թվականին։ 22 թվականին միայն Կահիրեի կոնֆերանսում Անգլիայի վարչապետ Չերչիլը հայտարարում է բոլոր արաբական աշխարհի կոնֆերանսում հավաքելով բոլոր ղեկավարներին արաբական աշխարհի հայտարարում է, որ կա այսպիսի դեկլարացիա, որի հիման վրա Անգլիան սատարում է, որպեսզի ստեղծվի հրեական օջախ, պետություն դեռ չէ, օջախ, ապրելավայր, դեռ պետության մասին չի, եւ պետությունը ստեղծվեց 1947 թվականին, այդպիսի ճանապարհ անցան 17-47, ուղիղ 30 տարի, բայց մեր հայկական հարցը, որը ստեղծեց 1975 թվականին, կլոր 30 տարի հետո մենք ստացանք մեծ ջարդեր Կոնստանտինոպոլսում եւ արևմտյան մասում Հայաստանի, այսինքն մենք սխալներ էինք գործում եւ Բալֆուրի դեկլարացիայի քննարկման ժամանակ հենց սիոնիստների ղեկավար Հերցելը հայտարարում է, մենք չպիտի կատարենք այն սխալները, որոնք կատարում են հայերը։ Մեր սխալների վրա իրենք ճշտեցին իրենց կատարվող քայլերը եւ անցան հաջողության։ Վերադառնանք հիմա Չերչիլը հայտարարեց 22 թվականի հոկտեմբերին, որ գոյություն ունի այսպիսի որոշում, որ պիտի ստեղծվի, բայց 21 թվականի մինչև 20 թվականը, 18-ից 20 թվականը մենք ունեինք պետություն, մեկ պետությունը, առաջին հանրապետությունը, եւ գնում էր կռիվը, համաշխարհային պատերազմը, չնայած 14 թվականին սկսվեց, բայց դեռ չէր վերջացել, որովհետեւ բաժանում թուրքական հողերի, որպես պարտված կողմ եւ գերմանական հողերի դեռ չէր վերջացել։ Պարզվեց, որ Բալֆուրի դեկլարացիան արագացրեց այդ process-ը, որպեսզի մենք ունենանք հաջողություն, պիտի օգտվենք այն անցած ճանապարհից, որ անցել են հрьяաները։ Եվ ունենալով 1921 թվականին արդեն Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որից հետո հետագայում 22 թվականին արդեն բոլշևիկյան կառավարության տակ անցավ կորցնելով իշխանությունը մտանք սովետական միության կազմի մեջ, մենք շատ իրավունքներ կորցրեցինք։ Որ իրավունքը 1920 թվականին Ամերիկայի կրկնեմ պրեզիդենտ Վուդրո Վիլսոնը ազգերի լիգայի որոշումով, մանդատով իրավարար վճիռը հաստատեց եւ այդ իրավարար վճիռը վերջնական անհերքելի միջազգային օրենք է վերականգնելու համար մեր հայկական պետությունը։ Պիտի վերականգնվեր մեծ Հայաստանը։ Այդ օրենքը ոչ ոք չի կարող հերքել, ոչ ոք չի կարող մերժել, որտեվ դա ունի բարձրագույն իրավական ուժ։ Այնպիսի ուժ, ինչպես 1947 թվականին նույնպես ազգերի լիգան հաստատեց Իսրայել պետության ստեղծումը։ Մեղավորը ինչու այսօր Իսրայել պետությունը կա եւ ծաղկում բարգավաճում է, իսկ հայկական պետությունը գնալով փոքրանում է։ Ես գտնում եմ, որ մեղավորը մենք ենք։ Մենք չենք օգտվում այդ մեր իրավունքից, բարձրագույն օրենքի ուժ ունեցող Վիլսոնի իրավարար վճարից, որը
եթե չկրկնեմ, ասեմ, որ կարիք չունի Ամերիկայի Սենատի կամ Կոնգրեսի հաստատման, որտեղ ուսումնասիրող Բալֆուրի դեկլարացիան, որը մանդատը տրվել է Անգլիային, Անգլիայի ոչ մի պալատը, ոչ լորդերի, ոչ պահպանողականների չեն ստորագրել, չեն քննարկել, մանդատը տրվել է երկրի առաջին ղեկավարին, միշտ բոլոր Անգլիայի մանդատի տակ ստորագրել է Լորդ Ջորջը, մեր մանդատի, հայկական հարցի լուծման մանդատի տակ ստորագրել է Ամերիկայի պետության առաջին դեմքը եւ մեծ կնիքը դա արդեն համարում է, որ անհերքելի է, այստեղ մենք նույն հավասար իրավիճակներում ենք եղել դեռ 20 թվականից, բայց որին հետևեց Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որին հետևեց անմիջապես ստորագրելուց հետո մեծ հայասեր Ամերիկայի պրեզիդենտ Վուդրո Վիլսոնը հիվանդացավ, պարալիչ ստացավ, որից հետո արդեն քիչ էր կարողանում զբաղվել այդ հարցերով, բայց նա որպիսի հայկական հարցը չմնա կիսատ, հասկացավ եւ բոլորին սենատին հասկացրեց, որ ձեր քննարկման կարիքը չկա։ Ինչու՞, որտեղ Վիլսոնը ուզում էր, որպիսի բյուջեից քննարկվի, որպիսի փողերը ստանան հայկական որբերին կերակրելու, զինվորներին պահելու, զենք առնելու եւ ծախսերի հարցներ դրված այդ կոնգրեսում։ Երբ որ տեսավ կոնգրեսը ծախսեր չի տալիս, ստիպված Վիլսոնը ստորագրեց, հաստատեց եւ կազմեց հանձնաժողով, որպիսի սահմանը գծվի, որ հայ ժողովուրդը կարողանա ինքը իրեն հաշվին այդ պետությունը զարգացնի։ Կարող եմ մի էլի, այսպես զուգահեռ անցկացնել, երբ որ քննարկում էին Բալֆուրի դեկլարացիան, նույն պես հարցը քննարկում է ստացել, ով է ֆինանսավորելու Իսրայել պետության ստեղծումը։ Իհարկե, անգլիական կառավարությունն ասել է, մենք չենք ֆինանսավորելու։ Ինչպես ամերիկան ասեց, հայկական հարցը չենք ֆինանսավորելու, բայց դա չհերքեց Վիլսոնի եւ Բալֆուրի դեկլարացիաների իրավական ուժը։ Ուղղակի պետությունը ասեց, մենք գումար չունենք, որ ֆինանսավորենք ուրիշ պետությանը։ Այդ ժամանակ, իհարկե, միջազգային սիոնիստական կազմակերպության Պարագլուխներից մեկը ամենահարուստը այդ ժամանակվա աշխարհի լորդ Ռոթշիլդը, որը ֆինանսավորում էր այդ կազմակերպությունը, ասեց ես կֆինանսավորեմ։ Եվ Բալֆուրի դեկլարացիան դառավ իրականություն։ Իսկ հայկական հարցի դեպքում մեզ ֆինանսավորող չկար։ Բայց չէ որ ցանկություն եղավ այդ ժամանակ Նուբար Փաշայի կողմից ֆինանսավորել։ Ճիշտ եք, բայց Նուբար այդ ժամանակ քննարկումների ժամանակ հայկական հարցի սկզբից օրակարգում հայկական հարցներ, հետո վերջնական տեսքով ստացավ Բալֆուրի դեկլարացիան անցավ, հայկական հարցը մի քիչ հետաձգվեց, քննարկումների ժամանակ երկու դելեգացիա էր հանդես գալիս։ Սիոնիստների ժամանակ մեկ դելեգացիա է եղել Հերցելի Ռոթշիլդի գլխավորությամբ։ Իրենք անմիջապես որոշել են ֆինանսավորման հարցը, իսկ մեկ կողմից երկու դելեգացիա էր մասնակցում Արևելյան Հայաստանի կողմից Ավետիս Հարունյանի գլխավորության, Արևմտյան Հայաստանի կողմից Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ։ Քննարկումների ժամանակ ստույգ գրված է եւ Հերցելի կենսագրությունը, որ կարդում ես, հուշերը, որ գրում են եւ Վայցմանի իրեն հաջորդ ղեկավարի, այնտեղ բարձ գրվում է, թե ինչպես եղավ, որ հայերը այդպես հայկական հարցը հետաձգվեց։ Նուբար Փաշան առաջարկում է, մենք կֆինանսավորենք։ Նուբար Փաշան այդ ժամանակ ոչ միայն վարչապետն էր Եգիպտոսի, միաժամանակ համահայկական հիմնադրամի հոգաբարձուն էր,
որտեղ մեծ գումարներ կար, հավաքված մեծ գումարներ կար եւ մեծ բարեգործական աշխատանք էր անում Նոբար-Փաշան ամբողջ արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո ինքը ֆինանսավորում էր մինչեւ ամերիկյան օգնությունը հասավ ցեղասպանության որբերի մնացած ժողովրդի կերակրման համար այնպես է ստացվում որ այդ նիստը Ավետիս Ահարոնյանը խնդրում է հետաձգել որովհետեւ Լորդ Ջորջը հարց է տալիս Ահարոնյանին իսկ դուք կասեք ինչքան գումար է պետք Ավետիս Ահարոնյանը ասել չեմ կարող ասել պիտի հարցնեմ իսկ ինչքան զորք է ձեզ պետք պիտի հարցնեմ չգիտեմ դա փաստագրված է եւ անհայտներ է լինում հասվի առնելով անհայտները որ ոչ ոք չգիտի ինչքան գումար է պետք ինչքան զորք է պետք ինչ օգնություն է պետք այդ անհայտը ստիպում է որպեսզի հայկական հարցը հետաձգվի եւ հաջորդ նիստի ժամանակ Այսպես մեղք վերցնեմ իմ վրա, որտեղ դա փաստ է գրված է, հաջորդ նիստի ժամանակ, հաջորդ օրը, երբ որ հավաքում են երկու դելեգացիաներ իր հետ, Ավետիս Ահարոնյանը հարց է բարձրացնում։ Պողոս Նոբար-Փաշային զրկել հանձնաժողովի անդամի իրավունքից։ Անհայտ է ինչի համար։ Որի պատճառով, որին մասնակցում են սիոնիստների ղեկավար Վայցմանը։ Նույնիսկ նա մասնակցում է այդ հանձնաժողովի նիստի չի հասկանում թե ինչի համար Պողոս Նոբարին Փաշային հեռացնել, քանի որ նա պիտի ֆինանսավորել։ Ահա այդ հարցը բարձրացնելով զարմանում են բոլորը հաջորդ նիստին Պողոս Նոբարի հուշագրություններ որ կարդում ենք ասում է հաշվի առնելով որ այստեղ դրված է իմ ժողովրդի եւ պետության հարցը ես ստիպված եմ լռել, համաձայնվել լռել։ Այդ պատճառով Լորդ Ջորջը, որը ղեկավարում էր այդ նիստը, մեծ հոդված, որտեղ գրված է նման պարագայում ես հրաժարվում եմ ֆինանսավորել հայկական հարցի լուծումը։ Այսինքն հայերը չեն ուզում ֆինանսավորել ում գլխին է մնում է իմիջիայլոց այդ ժամանակ 17 թվականին մանդատը դրված էր ազգերի լիգայի որոշումով Անգլիայի վրա, հայկական հարցի մանդատը Անգլիայի վրա էր, հետո Անգլիան հրաժարվեց, տվեց Ամերիկային, այդպես է եղել պատմությունը, եւ Լորդ Ջորջը հրաժարվում է այդ հարցի ֆինանսավորումը, դեսնել իրենց վրա։ Հայ հասարակությունը դեռ շատ մանրամասներ չգիտի այդ ամբողջի վերաբերյալ եւ այսպես հետազոտություններով շատ մեծ դժվարությամբ հատիկ առ հատիկ դուրս են գալիս փաստեր եւ երևում է թե ինչպես է եղել որ հայկական հարցը մնացել է չլուծված իսկ ներկա պարագայում նույնիսկ ուզում են հայկական հարցը Հայաստանի իշխանությունները ընդհանրապես հանել օրակարգից հիմա վերջին հարցը պարոն Մանասյան ձեզ որ մենք խոսում ենք իրադարձությունների մասին, որ տեղի ունեցել սրանից 100 տարի առաջ եւ երբեմն իրոք դժվար է, վիճելի է վերականգնել ճշմարտությունը, չնայած խոսքը փաստաթղթերի մասին է։ Բայց մենք ունենք իրավիճակ, որ տեղի ունեցել ընդամենը 5 տարի առաջ, այսինքն Արցախի հարցը ես նկատի ունեմ, որ պատերազմի միջոցով փաստորեն Արցախի հանրապետությունը ոչնչացրեցին եւ ցեղասպանեցին ժողովրդին այսինքն ես ոչ միայն սպանություններն եմ ասում այլև տեղահանումը որը եւս ցեղասպանության մեջ է բայց մենք որը մեր ժամանակ է եղել այս ամբողջը մեր աչքի առաջ է եղել մեր մասնակցությամբ է մասամբ եղել այս ամբողջը Եվ մենք հիմա անգամ չենք կարողանում համապատասխան հետևություններ անել մեր սխալների վերաբերյալ։ Ինչպես եք դուք գնահատում այս իրավիճակը։ Ուրեմն երկու պատասխանատու եմ տեսնում, ընդհանրապես այդ կարգի հարցերի արծարծման, որոշումների ընդունման,
քարոշչության մեջ երկու պատասխանատու մեկը մտավորականն է, մտավորականությունն է, մեկը իշխանությունը։ Ընդ որում եթե իշխանությունը ցանկանում է ասել ներկայացնել փաստաթղթեր, բանաձևեր եւ այլն, ապա նա իրավունք չունի ուղղակի հաշվի չնստել գիտնականի հետ, փորձագետի հետ եւ պետք է անպայման ինքը ոչ միայն խրախուսի, այլև ֆինանսավորի նման ուսումնասիրությունների անցկացումը։ Ուրեմն իշխանություն եւ մտավորականություն։ Հիմա մտավորականությունը այդպես էլ մտավորականությունը որ չի դուրս է մղված այդ գործընթացից մի տեսակ դուրս է մղված ես չեմ արդարացնում մեր մտավորականությունը որովհետև ինքը ավելի մեծ առաքելության տեր է քան իշխանությունը նույնիսկ կարող է դա տարօրինակ թվալ բայց եթե մեր դրոշի վրա մեր պայքարի դրոշի վրա պետք է գրված լինի ճշմարտությունը ապա դրա հայտնաբերողը մտավորականն է, գիտնականն է, գիտությունն է եւ այս վերջին 5 տարիների այս 5-10 նույնիսկ այդպես էլ նշանակություն չունի դա արդեն այս վերջին տարիների այդ իրադարձությունները որ տեղի են ունենում Արցախի շուրջ ձեր այդ հատված արդեն Արցախին է ուղղակի վերաբերում ապա այդտեղ էլ մեր մտավորականությունը չի արել այն ինչ պետք է անի հատկապես մենք իրավական բարձր իրավագիտական բարձր եւ քաղաքագիտական բարձր միտք դպրոցի տեսք ստացած հիմնարար չենք ունեցել եւ հիմա էլ կարծեմ չկա դրա համար ես կարծում եմ մեր առաջին խնդիրը պետք է լուծի առաջին պատասխանատուն այսինքն մտավորականը մյուս կողմից այդ մտավորականը ոչ միայն պետք է իհարկե մանրամասները այո փաստաթղթերը ճիշտ հասկանալ տառ նույնիսկ ինչպես ասում է գրեկ Ղարաբաղյան կոնֆլիկտը փոքրատառով չէ ադրբեջանցին է ասում այդ փաստաթղթերի այդպիսի իմացությունը պետք է ավարտվի այնպիսի ձևակերպումներով, այնպիսի բանաձևումներով եւ այնպիսի հրատարակություններով, ես նորից շեշտեմ բանաձևումներով եւ կարգախոսներով, որոնք հասանելի են, հասկանալի են մարդկանց, կա լուրջ գիտական հետազոտություն, իրավունքի, քաղաքագիտության լեզվով գրված, բայց այդ բոլորը պետք է նաեւ ի վերջո թանձրանա ներկայացվի ժողովրդին բարձ բանաձևերի միջոցով օրինակ ես մտածում եմ որ այսօր շատ կարևոր է որպեսզի մենք հնչեցնենք իրողություն այն բանով որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրագործել միջազգային իրավունքով իրեն չպատկանող տարածքում ոչ միայն ցեղասպանություն է այլ ցեղասպանություն է իրագործել միջազգային իրավունքով իրեն չպատկանող տարածքում Սա այնքան պիտի ասվի, որ եւ ժողովուրդը դա հասկանա, բարձրով հասկանա, եւ միջազգային հանրությունը դա հասկանա։ Եվ դա միակ բանը չէ, միակ այդպես բանաձևումը չէ։ Հա, միակ բանաձևումը չէ, որ Ադրբեջանը երբևիցե տարածքներ, օրինական տարածքներ չի հրճակել։ Երբևիցե անիմաստ է դարձնում նրանց հրճակած վերջին հրճակած տարածքը Ադրբեջանի տարածքը պատմականորեն ձևավորված սահմաններում հասկացությունը իրավունքի տեսակետից անիմաստ է եւ դա ոչ սահմանագծելի է, ոչ սահմանազատելի։ Այսինքն բարձ ձևով ժողովրդին հասկացնել, որ մենք գործ ունենք ագրեսորի հետ, ֆաշիստի հետ, եւ այդ ֆաշիստը փորձում է մեզ ֆաշիզմի մեջ մեղադրել եւ ես կարծում եմ մեր հաջողության եւ այդպիսի բանաձևերի նստվածքը զանգվածի մոտ մեծ ժողովրդի մոտ կարող է բարձրացնել նորից
բարձրացնել եւ իշխանությունների պատասխանատվությունը եւ մտավորականների պատասխանատվությունը կա միայն մի բան այստեղ կա լրության մատնվող դուք ասել եք դա մեր մասնավոր զորույցները միլ եք ասել դա այն է որ իրենք ունեն քաղաքական բնույթի արդարացումներ ես չեմ կարծում որ քաղաքական բնույթի արդարացումը կարող է լինել որ այն որ քեզ կոտորողին փորձում ես զիջել անհնար է նա այդտեղ կանգ չի առնելու մենք հաշվի չենք նստում այն բանի հետ որ Թուրքը չի հրաժարվել մեծ Թուրանի ծրագրից եւ ավելին այդ ծրագիրը հաջողությամբ իրագործվում է խոշորների ներկայությամբ, այդ թվում Ռուսաստանի ներկայությամբ իմ կարծիքով ես ինքս Ռուսաստանի դիրքորոշումը այսպես եմ հասել պարզ ձևով ասել որ ավելի քան 150 տարի է նա կառուցում է մեծ Թուրան մասնակցում է Թուրանի կառուցմանը սկսած այն բանից երբ հայկական դպրոցները փակում էր նախանցյալ դարում երբ հայ թաթարական բախումներ էր իրագործում Արևելյան Անդրկովկասում եւ այստեղ վերջացրած էս վերջին երբ Նախիջևանը եւ Ղարաբաղը տրվեց այդ պետությանը արհեստացին եւ վերջապես այս վերջին դեպքը ինքը չգիտես ինչու մենք մեր ռուս մտավորականներին պետք է այնուհետև հասկացնենք որ այ մարդիկ ձեր իշխանությունները սա 150 տարի է Թուրան են կառուցում ինչն է դրա իմաստը Ռուսաստանի համար եւ ռուս ժողովրդի համար ես կուզենայի ձեզ հետ վերջացնել խոսակցությունը եւ հետո խոսքը կտամ պարոն Զախանյանին այնուամենայնիվ մենք փաստեցինք որ հայ մտավորականությունը այս տարիների ընթացքում չի կարողացել վերջնական փաթեթ ձևավորել իրավական, որից հետևանք որպես պիտի բխեին այդ կարգախոսները կամ այդ նարատիվները, որոնք որ պիտի արդեն հնչեին մաս մեդիայով եւ այլն։ Եվ դա չի ֆինանսավորվել եւ պետության կողմից, այսինքն պետությունը այդպիսի անձնարարական չի դրել, եւ ցավոք սրտի այդպիսի պատվեր չի տվել նաև հայկական կապիտալը, որը որ թե Հայաստանում գոյություն ունի եւ թե գոյություն ունի Սփյուռքում։ Այսինքն հայկական կապիտալը, որը կարող էր հայ մտավորականներին ֆինանսավորելով ստեղծել մի հատ այնպիսի կուռ իրավաբանորեն անխոցելի փաթեթ, որը կարող էր օգտագործել նույնիսկ ամենավաղկոտ հայկական իշխանությունը, այդպիսի բան գոյություն չունի։ Արդյոք ժամանակը չէ, որպեսզի մենք կոչով դիմենք նաև Սփյուռքում ապրող մեր մեծահարուստներին, ովքեր հետաքրքրված են Հայաստանի եւ հայկական հարցի ճակատագրով, որպեսզի այնուամենայնիվ ֆինանսավորվի եւ պատրաստվի այդպիսի փաթեթ հայ այն մտագորականների կողմից, որոնք այդ հետազոտությունները անելու ունակ են։ Այդ հարցի պատասխանը անուղակի ձևով պարոն Միրզախանյանը տվել է։ Նա ասաց, որ Ռոթշիլդն է վերցրել այն ֆինանսական պատասխանատվությունը, որը պետք էր որպեսզի հրեական պետություն ստեղծվի։ Այսինքն հրեա միլիարդատերը եւ ընդհանրապես գործարար շրջանները իրենք են այս ծրագրերը եւ մասնակցել դրանց ստեղծմանը եւ ֆինանսավորել հոինքը պատահաբար չի հայտնվել այնտեղ որտեղ այդ հարցը լուծվել է չգիտեմ ճիշտ է թե չէ բայց ես այդպիսի բան եմ լսել որ ամեն տարի Միացյալ Նահանգների հայերը մեր երիտասարդներն ու մեծերը հայկական Հայաստանի բյուջեի երապատիկ քարապատիկ չափով փողեր են կրցնում զվարճալի խաղերում որ գնում են խաղան միջև օրս մեր տնտեսական մարդու մեր գործարարի եւ մեր գիտնականի միջև աշխատանքային կապեր չեն ստեղծվել դա ամենացավալի բանն է դա ամենացավալին է այդ մեր գործարարը անպայման ուզում է մտնել իշխանություն այնտեղ միտեղ ունենալ տեղ
պատգամավորի, բայց չի մտածում, որ նա դրանով չի մասնակցում համազգային ծրագրի, ինքը մասնակցում է քաղաքական մի ուժի ծրագրի, որը համազգային լինել չի կարող, ցանկացած դեպքում չի կարող եւ մի ուրիշ ցավալի բան դա այն է, որ մեր կողմից հավաքագրվող միջոցները հաճախ օգտագործվում են անազնիվ ձևերով եւ հետո էլ դրսի հայությունը ասում է մենք չենք վստահում դրան, բայց ուզում եմ ասել, որ դա ձևը հեշտ է գտնելը դրա լուծումը իրենք եւ տալիս են եւ ստուգում են եւ հետեւում են ծրագրի իրագործմանը այդպես պիտի լինի այլապես գիտնականը հնարավորություն չունի գրել ճշմարտությունը հայտնագործել քաղաքական բնույթի մտքերը ձևակերպել ժամանակակից աշխարհի քաղաքականության լեզվի համապատասխան եւ դրանք տարածել տարածումը փոխել են այդ տարածումը տեղեկատվական դաշտի պատերազմը միջոցներ է պահանջում ես էլ եմ շատ գրում ուրիշներն էլ են շատ գրում բայց դա հաճախ մնում է մեր դարակներում դա պետք է համադրվի դա պետք է այո քննարկվի դա պետք է բոլոր կողմերից բայց դա եւ ներդրվի գլոբալ տեղեկատվական դաշտում իսկ դա միջոց է հասկանալի է եւ կարճ ձեզ խոսք պարոն Միրզախանյան ես առաջերտին ցանկանում եմ հաստատել պարոն Մանուկյանի կարծիքը, որ այսօրվա Հայաստանի իրավիճակի համար հավասար մեղավոր են ինտելիգենցիան, հայ ինտելիգենցիան, այսինքն մտավորականը եւ իշխանությունները։ Մենք այսօր նշում ենք ամեն տարի նշում ենք ապրիլի 24-ը։ Ինչու ենք նշում ապրիլի 24-ը։ Ապրիլի 24-ը այն օրն է, երբ որ մի գիշերվա ընթացքում մլադաթուրքերը, երիտթուրքերը հավաքեցին հայության, արևմտյան Հայաստանի ամբողջ տեսակը, մտքի բոլոր ամբողջ ինտելիգենցիային հավաքեցին եւ կոտորեցին վարենավարի, այսինքն գլխավոր նրանք էլ գիտեին եւ երիտթուրքերը նույնպես գիտեին, եթե ցեղասպանությունը չեն կարող ավարտել հաջողությամբ, քանի դեռ հայ ժողովրդի միտքը աշխատում է։ Եվ այսօրվա անհաջողությունը, իհարկե երկրորդ մասը իշխանությունն է, այսօրվա անհաջողությունը նրանում է, որ վերջին 35 տարվա ընթացքում հայ մտավորականի ստատուսը իրավիճակը բարձրացնելու, օժանդակելու, ֆինանսավորելու փոխարեն ցավոք պետք է նշել ամբողջ իշխանությունները ամեն իշխանությունից հետո քչացրել են ֆինանսավորումը գիտության, մշակույթի, արվեստի, մյուս դա փաստ է։ Ասում են ով ինձ ցանում է այն հնձում է։ Մենք մտավորականներին ճնշել ենք, ստանում ենք այն, ինչ ստանում ենք։ Երկրորդ հարցը ես կուզենայի նշել։ Մեծ հայասեր Ֆրիտոֆ Նանսենը ժամանակին ասել է, մեր ունկնդիրներին տեղեկացնեմ, որ Նանսենի աղջիկը երբ որ իրեն մայից հետո կենսագրությունն է գրում է իրեն գրքի մեջ, որ վերջին բառը, որ հայրիկս արտասանեց, կրկնում էր հայ։ Դա խոսում է մեծ հայ լինելու մասին։ Նանսենը առաջին Նոբելյան մրցանակի դափնեկիրն է, առաջերտին մի բանի համար, հայ ժողովրդին ծառայելու համար։ Նա է, որ Արևմտյան Հայաստանից ունենալով մեծ հեղինակություն, ինչի ազգերի լիգան ընտրեց նրան, տվեց մանդատ, որպեսզի զբաղվի հայերի որբերի հավաքով եւ Ամերիկայի ֆինանսավորումը, Եվրոպայի ֆինանսավորումը միայն վստահեցին Նանսենին։ Միայն Նանսենին որպես հեղինակություն մեծ մարդ ազնիվ մարդ։ Մի բանի համար, որ նա չէր
գողանա այդ փողերից եւ կազմակերպերից եւ իրականում բարձր մաքրությամբ եւ պատասխանատվությամբ նա արեց Բյուրեղի անձնավորություն։ Այո, եւ Ալեքսանդրապոլի որբերի որբանոցը Թուրքիայում կանանց հավաքելը եւ տեղահանելը ամբողջը կատարել է Ֆրիդրիխ Նանսենը եւ նրա խոսքերը թույլ տվեք արտասանել որ որն է հայերի հիմնական դժբախտությունը նա գրում է հայերի հիմնական դժբախտությունը օտարներին ինքնամոռաց ծառայելու մեջ է Ահ, ինչքան ճիշտ ասել եմ այդ։ մեջ է նվիրվածությամբ ծառայում են այլ պետություններին, այլ ժողովուրդներին եւ ոչ միայն իրենց ժողովրդին եւ պետությանը։ Դա ճշմարտություն է։ Հիմա պատասխանը ինչ անել, ելքը որն է։ Մտավորականությունը ֆինանսավորել, թույլ տալ որպեսզի հայ միտքը զարգանա եւ գաղափարախոսությունը փոխել մեր հայ ժողովրդի մտավորականության եւ ամբողջ մեր հայության որ հայ է այն մարդը որը առաջին հերթին ծառայում է ոչ թե օտար պետությանը ու ժողովրդին այլ հայ ժողովրդին Հայաստան պետությանը հետո այն երկրում որտեղ ինքը ապրում է այնտեղի ժողովրդին եւ պետությանը եւ դրանից ելնելով պատահական չէ մեր կազմակերպության կանոնադրության մեջ գրված է մեր անդամ կարող է լինել հայ հայրենասերը հայ հայրենասեր է կոչվում այն հայեցագումով որը առաջի հերթին ծառայում է հայ ժողովրդին եւ հետո այն ժողովրդին, այն պետությանը, որտեղ գտնվում է։ Մեր մոտ կոնկրետ գրված է։ Ռուս ժողովրդին եւ Ռուսաստանը։ Ես կուզենայի, որ դա դառնար մեր համար չափանիշ, դա մյուս կողմից ինչ կաներ, կհամախմբեր մեր ամբողջ ծվրված սփյուռքին մեկ գաղափարի շուրջ։ Դու եթե քեզ համարում ես հայրենասեր այդ երկրի, որտեղ դու ապրում ես, առաջերտին պիտի լինես հայ ժողովրդի հայրենասեր։ Շնորհակալություն պարոնակ մեր հաղորդման ժամանակը Մի կարգախոս ավարտին խնդրեմ ուրեմն ես ուզում եմ բոլոր պաշտոնյաներին ասել պաշտոնում խելք չկա խելքը գրադարանում է աթոռին նստելով աթոռից խելք չեն առնում խելքը գրադարանում է գրքերում է խելքը տեսություններում է Շնորհակալություն պարոն Մանասյան սիրելի բարեկամներ հիշեցնենք որ մենք զրուցում էինք Կեմերովի հայերի միության նախագահ Գյորգի Անտոնով Միրզախանյանի եւ փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանի հետ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում